Ինիեստա ակադեմիայի գործադիր տնօրեն Իվան Կասկալեսև, ակադեմիայի մարզումային ու կրթական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Բոնաստրեն Երևանում էին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանի ուղեկցությամբ նրանք հայցելեցին Հանրապետական ստադիոն եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիա։ No, the impression of the country is really good. Also all the federation is treating us so well. Հայաստանի մասին տպավորություններս իսկապես շատ լավն են։ Ֆեդերացիայում էլ բոլորը մեզ շատ լավ են ընդունել։ Հնարավորություն ունեցանք այցելելու տարբեր ֆուտբոլային եւ մշակութային վայրեր, ինչը նույնպես շատ կարեւոր էր։ Մինչ ժամանելն արդեն գիտեինք, որ այստեղ ֆուտբոլի նկատմամբ մեծ հետաքրքրություն եւ սեր կա, այնպես որ սա իսկապես հաճելի այց էր։ Կասկալեսև Բոնաստրեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկել են Ինիեստա ակադեմիայի կրթական ծրագիրը Հայաստան բերելու հնարավորությունը։ Դիտարկվում է ծրագիրը ներդնել Դավթաշենում կառուցվելիք ֆուտբոլի ակադեմիայում։ Well, especially in the first talk with Armen, with the president. Անդրես Ինիեստան շատ լավ ճանաչում է Արմեն Մելիք-Բեկյանին։ Նրանց շփման ու մտերմության շնորհիվ մենք հիմա այստեղ ենք ու փորձում ենք ակադեմիա հիմնել։ Մեզ համար հենց սկզբից շատ կարևոր է հասկանալ, թե ում հետ ենք աշխատում։ Չենք ցանկանում որևէ երկիր ժամանել պարզապես Անդրեսի ակադեմիա հիմնելու համար։ Մենք նման որոշում կայացնում ենք միայն, երբ զգում ենք, որ ունենք նույն մտածելակերպով եւ արժեքներով գործընկերներ։ Մենք երկար տարիներ տարբեր գործընկերների հետ փորձել ենք խոսել որևէ հայտնի մեթոդոլոգիա ակադեմիա Հայաստան բերելու առումով եւ աջակցել ենք այլ նաեւ նախագծերին, որոնք այլ մարտիկ են Հայաստան ներմուծել, որոնցից մեկը օրինակ Յուվենտուսի ակադեմիայի ծրագիրն է։ Կլինի մեկ այլ ակումբի հետ համագործակցություն շուտով այդ մասին կհայտարարվի, բայց նաեւ այս ծրագիրը ես կարծում եմ մեզ համար կարևորագույններից մեկը կլինի, որովհետեւ մենք հասել ենք մի մակարդակի, որտեղ շատ մոտ ենք պայմանավորություններ ձեռք բերել։ Գալիք շաբաթների ընթացքում, եթե համաձայնություն ձեռք բերենք, կընկնենք հուշագիր եւ արդեն կհասկանանք ինչպես է Անդրես Ինիեստայի ակադեմիան եւ մեթոդոլոգիան, ամենակարևորը մեթոդաբանությունը նրա ներմուծվելու Հայաստան։ Ըստ Իվան Կասկալեսի, Ինիեստա ակադեմիայի կրթական ծրագիրը հիմնված է լեգենդար ֆուտբոլիստի կյանքի փորձի վրա, Բարսելոնայի ակադեմիայում հայտնվելուց մինչև պրոֆեսիոնալ դառնալը։ Ինիեստա ակադեմիայում մեծ ուշադրություն են դարձնում տարիքային խմբի առանձնահատկություններին։ They understand the game. Կարևորը խաղը հասկանալն է, ինքնուրույն մտածելը, վերլուծելը եւ որոշումներ կայացնելը։ Մենք չենք ուզում յուրաքանչյուր դիրքում նույնատիպ ֆուտբոլիստներ ձևավորել։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երեխա իր առանձնահատկություններով բացահայտի, թե որն է հենց իր լավագույն խաղաոճը։ We try to bring the values and the process first, let's say. Մեզ համար առաջնահերթ արժեքներն ու զարգացման ընթացքն են։ Իհարկե ուշադրություն ենք դարձնում նաև արդյունքներին, որովհետև սա սպորտ է եւ բոլորը ցանկանում են հաղթել, բայց միշտ փորձում ենք երեխաների հետ խոսել ավելի երկարաժամկետ ճանապարհի մասին, հասկանալով, թե ինչ են նրանք ցանկանում ունենալ ամբողջ կարիերայում։ Մենք փորձում ենք երեխաներին հասկացնել մեկ բան. եթե կենտրոնանաս միայն արդյունքների վրա, ապա վատ արդյունքի դեպքում կմտածես, թե ձախողել ես, բայց եթե մտածես ինչի ես ուզում հասնել, ինչ կարող ես անել եւ ինչպես կարող ես դա անել, ապա միշտ կլինի հաջորդ քայլը, անկախ նրանից պարտվել ես, թե հաղթել։ Նման մտածելակերպը կարևոր է ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։ Ինիեստա ակադեմիայի կրթական ծրագիրը հնարավոր է ներդրվի նաև հայաստանյան այլ ակադեմիաներում, դիտարկում են մարզային ակադեմիաների տարբերակներ եւ ոչ միայն։ Իհարկե հարց կծագի ինչու Անդրես Ինիեստան եւ ինչու հենց այդ մեթոդաբանությունը, շատ պարզ, որովհետեւ դա այն իսպանական մեթոդաբանությունն է, որից մենք փորձել ենք օգտվել, որով մենք առաջնորդվել ենք եւ առաջնորդվում ենք իր տարերով, իհարկե ամբողջությամբ դա հնարավոր չէ։ Եվ այս մեթոդաբանությունը նաև շատ արդյունավետ ակադեմիաները փոքր տարիքի երեխաների զարգացման առումով շատ արդյունավետ գործում են այլ երկրներում նաև։ For us it's like very important when we arrive Շատ կարևոր է աշխատել ինչպես երեխաների, այնպես էլ մարզիչների հետ, որպեսզի բոլորս նույն լեզվով խոսենք եւ նույն գաղափարներով առաջ շարժվենք։ Մենք չենք գալիս ինչ-որ կատարյալ բաղադրատոմսով եւ ասում. «Սա է միակ ճիշտ ճանապարհը»։ Ոչ, փորձում ենք բերել Անդրեսի գաղափարները, թե ինչպես պետք է աշխատել եւ կրթել երեխաներին։ Միաժամանակ աշխատում ենք մարզիչների հետ, որովհետեւ այս գործընթացի առանցքային կետերից մեկն այն է, թե ով է մարզում երեխաներին։ The first thing following Andes is like they need to have fun. Մեզ համար ամենակարևորն այն է, որ երեխաները հաճույք ստանան ֆուտբոլից։ Հաճախ ֆուտբոլն ինքնարտահայտվելու, ունակությունները ցույց տալու եւ ինքդ քեզ որևէ բան ապացուցելու միջոց է։ Ինիեստան 40-ն անց է, բայց ֆուտբոլի հանդեպ դեռ մեծ կիրք ունի։ Երբ Անդրեսի մոտ գնդակ է հայտնվում, նա դառնում է երեխա։
Ուզում է խաղալ, վայելել ֆուտբոլը։ Սա ամենակարևոր արժեքներից է։ Իհարկե, կարևոր է նաև նվիրվածությունը։ Պետք է նվիրվես 100%-ով։ Աշխատասիրություն, նվիրում եւ ջանք, նույնիսկ այն ժամանակ, երբ պայմաններն այնքան էլ լավը չեն։